այս շրջանում, որ շատ են վատ առողջները, համաձայն ես։ Դե անձնական փորձից ելնելով։ Մի քիչ ես ու դու էլ։ Բայց դու օրինակ պատվաստվում ես առասարակ ակտիվ ես այդ հարցում, թե ոչ։ Ակտիվ չեմ ցավոք սրտի այդ հարցում, մի փոքր անհետևողական եմ, բայց ամբողջ կարևորությունը գիտակցում եմ, իսկ դու։ Ես էլ նույնից։ Գիտակցում ենք, բայց ոչ մի քայլեր չենք ձեռնարկում, բայց այսօր մի այնպիսի կարևոր մարդ է մեր տաղավարում եւ մի այնպիսի կարևոր թեմա ենք անդրադառնալու, որը ոչ միայն մեզ կստիպի գիտակցելը ել ավելի շատ գիտակցենք եւ ավելի ռացիոնալ դաշտում, այլ նաեւ որոշիչ քայլերի գործողությունների, այո, արդեն դիմենք։ Քանի որ սիրելիներս ապրիլ ամսվա վերջին նշվում է իմունականխարգելման շաբաթը, որը նախաձեռնվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեռևս 2004 թվականից։ Սա նույնպես առիթ է, որպեսզի մենք եւս մեկ անգամ խոսենք ամենակարևոր թեմայի մասին, ինչը կոչվում է առողջություն։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք եւ եւս մեկ անգամ կունենանք հրաշալի առիթ խոսել ամենակարևոր թեմաներից մեկի շուրջ։ Նախ սկսենք Թերևս երկուշաբթի օրվանից, որ մեկնարկը արդեն մեկ շաբաթվա տրվել է, ու այսօր է ամփոփվում, թե Այսօր ամփոփում ենք, ավարտում ենք։ Այսօր ամփոփում ենք։ Սկսենք մեկնարկից, հետո արդեն կարևոր թեմաների նույնպես կանդրադառնանք։ Նախ մի քիչ նախապատմություն ներկայացնեմ։ Հայաստանը դեռևս 2005 թվականից միացել է այս նախաձեռնությանը եւ արդեն 21 տարի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթը նշում է կամ միանում է այս նախաձեռնությանը եւ այս նախաձեռնությունը մեկ լրացուցիչ առիթ է խոսելու պատվաստումների, ընդհանուր իմունականխարգելման, պատվաստումների արդյունավետության, անվտանգության եւ պատվաստումների շնորհիվ ձեռք բերված օգուտների եւ ձեռքբերումների մասին։ Եվ յուրաքանչյուր տարի այս նախաձեռնությունը ունի նաեւ կարգախոս։ Ինչ կարգախոսի շուրջ ենք միավորվում։ Այս տարվա կարգախոսն է յուրաքանչյուր սերնդի համար պատվաստանյութերն արդյունավետ են, որովհետեւ կա միֆ, որ պատվաստումները միայն մանկական տարիքի համար է նախատեսված, սակայն պատվաստումները կարևոր են եւ կիրառելի են բոլոր տարիքների համար։ Յուրաքանչյուր տարիքի համար նախատեսված պատվաստումներ կան, դա կլինի նորածնային տարիք, վաղ մանկական հասակ, դեռահասային, հասուն տարիք կամ տարեցներ։ Հաշվի առնելով նաեւ, որ վիրուսների տարատեսակ լինելը ու հատկապես վերջին շրջանում մուտացիաների ենթարկվելը, այսինքն գլուխ են բարձրանում առողջապահության հետ կապված առասարակ այդ ոլորտի մարդկանց նույնիսկ բժիշկների համար նոր ինչ-որ տեսակներ եւ նաեւ մասնագետների կողմից գտնվում են նոր լուծումներ, նաեւ պատվաստանյութ է դրա համար ստեղծվում։ Մենք կարող ենք չէ պատվաստվել։ Միանշանակ, պետք է պատվաստվել։ Նույնիսկ պետք է պատվաստվել։ Իսկ գալով մեզնից եւ ակունքներից ինչպիսին է Հայաստանում վիճակագրությունը պատվաստումների եւ ինչ առաջընթաց ունենք տարիների ընթացքում։ Այս առումով մենք ունենք բավական լավ իրավիճակ, ուրախացնող փաստեր, որովհետև մանկական բնակչության շրջանում պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավման միտումներ են գրանցվում։ Օրինակ 2025 թվականին 1 տարեկան երեխաների պատվաստումներում ընդգրկվածությունը ամբողջական կազմել է 95.1%, այսինքն ամբողջ այդ 1 տարեկան երեխաների 95.1%-ը ստացել է իր բոլոր պատվաստումները։ Սա ամենաբարձր ցուցանիշն է սկսած 2008 թվականից։ Հետևաբար մեր բնակչությունը ընդունում է պատվաստումները, ինքը խրախուսում է պատվաստումները, սակայն որոշակի ընտրողական նաև մոտեցում է ցուցաբերում։ Նշեմ, որ 2025 թվականին Հայաստանում ներդրվեց նոր պատվաստանյութ, ջրծաղիկի դեմ պատվաստանյութը, որը բավական պահանջարկ ունի բնակչության շրջանում, բավական սպասված էր եւ տարվա վերջին արդեն ունեինք նպատակային բնակչության շրջանում 76.7% ընդգրկվածություն, թեկուզ թիրախը սահմանված էր 50%, այսինքն բնակչությունը ընկալում է, ընդունում էր այս պատվաստանյութը եւ սպասում էր։ Ջրծաղիկի դեմ միայն փոքր հասակում են պատվաստվում, թե ջրծաղիկի դեմ պատվաստումները փուլային են ներդրվել, առաջին փուլով նախատեսված 12 ամսական երեխաների համար եւ նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց համար 2 դեղաչափ սխեմայով, հաջորդիվ արդեն 2027 թվականից կներդրվի նաեւ երկրորդ փուլը 4-ից 6 տարեկանների համար։ Մի ես տեսակ հարց ունեմ, որը ինձ միշտ ուզել է առիթից օգտվելով ուզում եմ տալ։ Դա միֆ է, թե ոչ, որ ջրծաղիկ կարող են հիվանդանալ տարվա մարդիկ իրենց կյանքի ընթացքում մեկ անգամ։
Հիմնականում մեկ անգամ են հիվանդանում։ Բայց լինում են դեպքեր, որ պիտովում Բայց է։ եթե տվյալ անձը ունի որոշակի իմունային անբավարարության խնդիրներ, շատ հազվադեպ դեպքերում նկարագրված են նաև կրկնակի ջրծաղիկով հիվանդացման դեպքեր։ Բայց եթե մենք պատվաստվենք, ապա Բայց եթե պատվաստվենք, պատվաստանյութը մոտ 98%-ով կրճատում է հիվանդանալու ռիսկը, ծանր դեպքերի առաջացման ռիսկը եւ իհարկե անբարեհաջող ելքերը։ ես նաև բախվում եմ շատ հաճախ նման խնդրի, որ մեր շրջապատում նույնիսկ կան բժիշկներ, դե անուններ հաստատ չեմ տա, բայց նույնիսկ կան բժիշկներ, որ այս տեսակ է նրանց վերլուծությունը, որ աշխարհը կարծես թե բաժանվել է երկու մասի, մի մասն ասում է, որ պատվաստվելը դա պարտադիր է եւ շատ կարեւոր, իսկ մի մասը բժշկության մասին է խոսքը։ Մի մասն ասում է, որ իմաստ չունի։ Ու դա ասում են մասնագետներ։ Սա ինչքանով է մեր օրերում ակտուալ եւ ինչքանով է սա Իհարկե շատ կարևոր խնդիր եք բարձրացնում, որովհետև եթե ունենք հակապատվաստումային ակտիվություն, ապա դրա մեջ երբ որ ներառված են, ներգրաված են բժիշկները, ապա դա ավելի կրկնակի ազդեցություն է թողում բնակչության շրջանում։ Իհարկե պատվաստումները վերջին 230 տարվա մեջ այն ամենաարդյունավետ միջոցն են, որոնք կառավարում են վարակիչ հիվանդությունները։ Դեռևս 1798 թվականից, երբ որ Էդվարդ Ջենները առաջին անգամ ստեղծեց բնական ծաղկի դեմ պատվաստանյութը, այդ օրվանից ի վեր այլ իրեն փոխարինող ավելի արդյունավետ միջոց վարակիչ հիվանդությունների դեմ գոյություն չունի։ Հենց այդ օրվանից սկսած է, որ մենք մինչև 1980 թվականը վերացրեցինք ամբողջ աշխարհում բնական ծաղիկ հիվանդությունը եւ այժմ ամբողջ աշխարհը ազատ է այդ հիվանդությունից՝ ի շնորհիվ պատվաստումների։ Ուղղակի այսպես այստեղ մի պարադոքս կա, որ պատվաստումների հաջողությունները հենց աշխատում են իրենց դեմ։ Այսինքն, եթե պատվաստումների արդյունքում հիվանդությունը հետ է նահանջում, մարդիկ մոռանում են հիվանդության մասին, այդ թվում նաև բժիշկները, եւ մտածում են ինչի պատվաստվել։ Բայց այն պահից, երբ որ սկսենք չպատվաստվել, հիվանդությունները հետ կվերադառնան, որովհետեւ հարուցիչները դեռևս շրջանառում են բնության մեջ։ Իսկ մեր հանրապետության տարածքում որոնք են այն թիրախային հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները այս դեպքում, որոնք գտնվում են պատվաստումների ակտիվության դաշտում։ Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված պատվաստանյութերով Հայաստանի Հանրապետությունում 20 հիվանդություն, վարակիչ հիվանդություն համարվում է կառավարելի։ Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք օրինակ տուբերկուլյոզն է, վիրուսային հեպատիտ B-ն է, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, ջրծաղիկը, ռոտավիրուսային վարակը, մենինգոկոկային վարակը, պնևմոկոկային վարակը, տուլարեմիան, կատաղությունը, գրիպը, կորոնավիրուսային հիվանդությունը եւ այդ շարքը թրակվել, այո, ջրծաղիկ պատվաստանյութի ներդրումով այդ հիվանդությունները դարձան 20 հիվանդություն։ Հրաշալի։ Նաև խոսենք պատվաստվա նյութերի մասով, երբեմն նույնպես մարդկության մոտ լինում են տարատեսակներ, որով այդ ժամկետներն անցած են, սա արդյոք լավն է, սա արդյոք պատվաստանյութ է, թե ոչ, թե չիպավորում եք մեզ։ Այո։ Իհարկե պատվաստանյութերի անվտանգության առումով բազմաթիվ միֆեր եւ ապատեղեկատվություն է շրջանառում։ Այդ ապատեղեկատվության արձագանքելու առումով կարող եմ ասել, որ Հայաստանում կիրառվում են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախավորակավորում ունեցող միջազգային դեղագործական ընկերությունների կողմից եւ սահմանված կարգով հաստատված լիցենզավորված պատվաստանյութեր, որոնք արտադրողից մինչև պատվաստվող պահպանվում է սահմանված պայմաններում, սառաշղթայի պայմաններում, իրենց սահմանված ջերմաստիճանային պայմաններում, սկսած արտադրողից, տեղափոխումից, ներկրումից, պահպանումից եւ միջև պատվաստվող հասցնելը։ Հետևաբար պատվաստանյութերի առումով նշեմ նաև, որ տարեստարի բարելավում է դրանց որակը։ Օրինակ բերեմ, եթե նախկինում օրինակ հեռուստացույցը անգույն էր, հիմա ունենք շատ խելացի հեռուստացույցեր, այսինքն պրոգրեսը բոլոր ոլորտների վրա է ազդում, այդ թվում նաև դեղագործության, այդ թվում նաև պատվաստանյութերի արդյունավետության։ Հետևաբար յուրաքանչյուր տարի պատվաստանյութերը դառնում են ել ավելի արդյունավետ եւ ել ավելի անվտանգ։ Կա ցանկալի շրջան, որ հենց այդ շրջանում պետք է մարդիկ դիմեն պատվաստելուն։
Տեսեք, պատվաստների ազգային օրացով սահմանված են հստակ ժամկետներ։ Դա այն ժամկետներն են, այն լավագույն ժամկետներն են, որի ընթացքում պատվաստվելով առավելագույն արդյունք ենք ստանում։ Օրինակ, երեխաների համար 6 շաբաթականից սկսած սահմանված են պատվաստումներ։ Այսինքն միջև այն տարիքը, երբ որ շրջապատի հետ ավելի սերտ կսկսի երեխան շփվել, պետք է ինքը պաշտպանված լինի, ունենա հակամարմիններ տվյալ հարուցիչների նկատմամբ։ Եվ այդ տարիքները հենց այնպես սահմանված չեն, սահմանված են հաշվի առնելով եւ տվյալ օրգանիզմի առանձնահատկությունները եւ վարակվելու ռիսկը, հավանականությունը եւ այդ սահմանված ժամկետներում պատվաստումների իրականացումը դրսևորում է առավել արդյունավետություն։ Հրաշալի։ Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, Որ պետք է պատվաստվել։ իսկ երբ մենք կարող ենք գնալ պատվաստվելու։ Հենց այսօր թե Տեսեք, ցանկալի միանշանակ հենց հոկտեմբեր ամսին, չգիտեմ, օրինակ եմ ասում։ Եթե խոսում ենք սեզոնային գրիպի մասին, ուրեմն պետք է պատվաստվեք սեզոնից առաջ, որտեղ յուրաքանչյուր սեզոնին շրջանառում են նոր շրջադիպեր գրիպի եւ այդ շրջադիպերին համապատասխան նոր պատվաստանյութ է առաջարկվում։ Հետևաբար սեպտեմբերը ամենալավ ժամանակահատվածն է սեզոնային գրիպի դեմ պատվաստվելու, միջև սեզոնի սկսվելը։ Եթե խոսում ենք պլանային դիֆթերիա եւ փայտացման դեմ պատվաստման մասին, որը անձը յուրաքանչյուր 10 տարին մեկ պիտի ստանա, այդ թվում նաեւ մեծահասակ տարիքում, միջին տարիքում, ապա եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել, հենց այսօր պետք է դիմել եւ պատվաստվել, որպեսզի առնվազն դիֆթերիայից եւ փայտացումից պաշտպանված լինեք։ Դու երբ ես վերջին անգամ պատվաստվել։ Սիրելի հեռուստադիտողներ, պետք է 10 տարի մեկ առնվազն պատվաստվել։ Իրականում շատ կարևոր թեմա է սա, բայո, որ ոչ միայն մենք մանուկ հասակում նորածին, այլ տարիքային փուլերը, որը որ քիչ առաջ նաև նշեցիք դուք, այդ փուլերում չէ միայն պետք պատվաստվել, այլ հասուն տարիքում նույնպես կարելի է նաև, չգիտեմ, օրացույցին կամ ընդհանուր կարգին հետևել, որովհետև սա անկեղծ շատ կարևոր է։ Պատվաստվելով ոչ միայն մենք մեզ ենք փրկում, այլ նաև մեր ընկերներին ենք փրկում, մեր գործընկերներին ենք, տան անդամներին ենք փրկում։ Շատ շնորհակալություն կարևոր զրույցի համար։ Մենք միշտ ուրախ ենք այս կարևոր թեմաներին անդրադառնալ, հատկապես եթե դա վերաբերում է մեր առողջությանը, ու եւս մեկ անգամ առիթից օգտվելով նաև իրազեկել մեր սիրելի հանրությանը, մեր սիրելի հեռուստատեղներին։ Շնորհակալություն։ Մեկ անգամ եւս երևի նշեմ, որ այս մեկ առիթ է, մեկ անգամ եւս իրազեկելու, տեղեկացնելու, որ պատվաստումները աշխատում են եւ կյանքեր են փրկում։ Միանշանակ։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։